Ղուկաս 4 Հիսուսի փորձությունը անապատում Եվ Հիսուսը Սուրբ Հոգով լի վերադարձավ Հորդանանից և հոգով անապատ առաջնորդվեց ու 40 օր փորձվեց սատանայից չկերավ և չխմեց այն օրերին և երբ 40 օրերը լրացան քաղց զգաց և սատանան նրան ասաց եթե Աստծո որդի ես այդ քարին ասա որ հաց լինի Հիսուս նրան պատասխանեց և ասաց. գրված է, միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծու ամեն խոսքով։ Եվ սատանան տանելով նրան մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները։ Եվ սատանան նրան ասաց. քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված։ Եվ ում որ կամենամ կտամ այն։ Արդ, եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինի։ Հիսուս պատասխանեց նրան և ասաց. գրված է. քո Տեր Աստծուն պիտի երկրպագես և նրան միայն պիտի պաշտես։ Եվ տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. Եթե Աստծո որդի ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետև գրված է. իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, որ քեզ պահեն, և իրենց ձեռքերի վրա կբռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես։ Հիսուս պատասխանեց նրան և ասաց. ասված է, քո Տեր Աստծուն պիտի չփորձես։ Եվ սատանան կատարած լինելով բոլոր փորձությունները, նրանից միաժամանակ հեռու մնաց։ Քարոզության սկիզբը Գալիլեայում Եվ Հիսուս հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, և գավառի բոլոր կողմերում նրա համբավը տարածվեց, և նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում, փառավորելով բոլորից։ Հիսուս Նազարեթում Եվ եկավ Նազարեթ, ուր նա սնվել մեծացել էր, և ըստ իր սովորության շաբաթ օրը ժողովարան մտավ։ Եվ նրան տվին Եսայի մարգարեի գիրքը, և նա վեր կացավ ընթերցելու։ Եվ երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որ գրված էր. Տիրոջ հոգին իմ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու։ Եվ փակելով գիրքը տվեց պաշտոնյային ու նստեց, և ժողովարանում գտնվողների բոլորի աչքերը նրա վրա էին սևեռված։ Սկսեց ասել նրանց. այսօր այս գրվածքները կատարվեցին, երբ լսում էիք ձեր ականջներով, և բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. սա Հովսեփի որդին չէ՞։ Եվ նա ասաց նրանց. անշուշտ, ինձ այս արածը կասեք։ Բժիշկ, բժշկիր ինքդ քեզ։ Այն ամենը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա և այստեղ, քո գավառում։ Եվ նա ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարեին ընդունելի չէ իր քաղաքում։ Արդարև ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայելում բազում էրիներ կային, երբ երկինքը փակվեց 3 տարի ու 6 ամիս, և ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ, սակայն նրանցից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, այլ միայն մի այրի կնոջ Սիդոնացիների Սարեպթա քաղաքում։ Նաև Իսրայելում Եղիսե մարգարեի օրով բազում բորոտներ կային, և սակայն նրանցից ոչ մեկը չմաքրվեց, այլ միայն Նեեման ասորին։ Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցվեցին բարկությամբ,
եւ վեր կենալով նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև Դարավանդը, այն լեռան, որի վրա շինված էր իրենց քաղաքը, որպեսզի նրան գահավեժ անեն։ Իսկ նա անցնելով նրանց միջով գնաց։ Լիվահարի բժշկումը։ Եվ իջավ Գալիլեայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց։ Նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև նրա խոսքը լի էր հեղինակությամբ։ Եվ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դևի չար ոգին։ Սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Թող տուր մեզ, Հիսուս Նազովրեցի, ինչ ես ուզում մեզնից։ Մեզ կորստյան մատնելու եկար։ Գիտենք, թե ով ես, Աստծո սուրբն ես դու»։ Հիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձվիր եւ դուրս ելիր դրանից»։ Դևը մեջտեղում գետնին զարնեց նրան եւ դուրս ելավ նրանից, ու որևէ վնաս չտվեց նրան։ Եվ բոլորին զարմանք պատեց, իրար հետ խոսում էին ու ասում. «Ինչ խոսք է այս, որ իշխանությամբ ու զորությամբ սաստում է պիղծ ոգիներին եւ դրանք դուրս են գալիս»։ Եվ նրա հռչակը տարածվում էր գավառի շրջակայքի բոլոր տեղերում։ Զանազան բժշկումներ։ Եվ նա ժողովարանից դուրս գալով մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր։ Նրա համար Հիսուսին աղաչեցին։ Նա կանգնեց նրա մոտ, սաստեց ջերմին եւ ջերմը թողեց նրան։ Հիվանդը անմիջապես ոտքի ելավ եւ սպասարկում էր նրանց։ Եվ երբ արևը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պես-պես ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց, եւ նա նրանցից յուրաքանչյուրի վրա ձեռք էր դնում ու նրանց բժշկում։ Շատերի միջից դևեր էին ելնում, աղաղակում եւ ասում. «Դու ես Աստծո որդին»։ Եվ նա սաստում էր ու թույլ չէր տալիս նրանց խոսել, որովհետև գիտեին, թե նա Քրիստոսն է։ Քարոզչական շրջագայություն։ Եվ երբ օրը լուսացավ, նա ելավ գնաց Միամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտրում էր նրան, եկան մինչև նրա մոտ և չէին թողնում նրան, որ հեռանա իրենցից։ Եվ նա նրանց ասաց. «Աստծո արքայությունը ես ուրիշ քաղաքների հետ պիտի ավետարանեմ, որովհետև դրա համար իսկ ուղարկվեցի»։ Եվ նա քարոզում էր գալիլացիների ժողովարաններում։